Ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, ավասիկ կսկսենք նոր սերդողություն առաջին ընդհանրական թուղթ Հովաննու։ Եվ պիտի սկսենք այս սերդողությունը մի քանի շաբաթներ պիտի դեպի վստահ ամենատեբս դեր օրդն է, որ մենք իր խոսքին առաջնենք, իր խոսքը գսիրենք, կփորձենք իր խոսքը մեկնել, կփորձենք իր խոսքը ապրիլ, կփորձենք իր օգնությամբ իր խոսքին համաձայն մտածել, իր խոսքին համաձայն շարժվել եւ ապրիլ մեր ամենօրվա կյանքի մեջ։ Կփորձենք գսենք, քանի որ հետո տեսնենք, որ կան դժվարություններ մեր կյանքի մեջ, կան արգելքներ, կան մեղքեր, կան մարդկային բնավորություններ, որոնք այս բոլորը արգելք են։ Բայց երբ որ մեկը վերստին կծնվի եւ երբ որ մեկը Սուրբ Հոգին կստանա, անժամանակ Սուրբ Հոգի օգնությամբ այդ մարդը գնալ կամաց Քրիստոսի բես, Քրիստոսի գործերը, Քրիստոսի նման ապրիլ այս աշխարհի մեջ։ Ամեն իրեն լապարկ։ Ուրեմն քույր եղբայրներ, առաջին Կիրկար Հովաննու, ուրեմն գիտեք 3 այս ավետարանիչ Հովաննուն է որ գրած է, ավետարան Հովաննուն գա եւ Կիրկ Հովաննուն գա։ Ավետարան Հովաննուն ունինք ավետարաններուն մեջ եւ Կիրկար Հովաննու նոր գդագարանի մեջ 3 կիրք է, 1, 2, 3 Հովաննու կիրքն է, որ պիտի սերդենք այսօր։ Առաջին կիրքը 5 գլուխ է բաղկացած է եւ այս կիրքը սկիզբեն առաջին տարի վերջավորություն երբ գրվեցավ, մոտավորապես 85-95 թվականներուն երբ գրվեցավ, առաջին օրեն արդեն վստահ էին նամակ կարտացողները, այս նամակ կարտացողները, թե քրողը Հովաննես Առաքյալն էր, աշակերտներ Հիսուսի։ Հովաննեսը Հիսուսի ամենեն վերջին աշակերտը եղավ, ապրող։ Ինքը ամենեն վերջին ապրող եղավ, որ հետո գրեց նաև հայտնության գիրքը։ Ուրեմն վերջին աշակերտը, որ մնաց Հիսուսի աշակերտներեն, վերջինը Հովաննեսն էր։ Եվ քանի որ ամենեն փոքրներ եւ ամենեն երդասարտներ Հիսուսի եղած ժամանակը։ Ուրեմն այստեղ կարևոր է որ մենք գիտնանք, քանի որ գիտեք ամեն անգամ որ մեր այս նոր գդագարանները, նոր գդագարանը ունենք եւ նոր գդագարանի գիրքերը ունենք, մենք ասենք Պետրոսի, Բողոսի, Հակոբոսի, Հուդայի եւ այլն, բայց սկիզբը շատ լուրջ եւ շատ խիստ էր եկեղեցին, փաստելով թե արդյոք իրական առաքյալն է քրողը։ Քանի որ շատ քրողներ եղած էին եւ մանավանդ շատ սուտ մարգարեներ, ինչ որ այս Հովաննեսը առաջին քրքին մեջ պիտի հանդիմանե եւ պիտի մատնանշե այդ սուտ մարգարեները, ինչ որ տեսակ Պետրոսն ալ նույն բանը, Պողոսն ալ գնե նույն բանը, Հակոբոսն ալ, ուրեմն առաջին եկեղեցին երբ սկսավ առաքյալներ երբ սկսան կարոզելու, մինչ կարոզեին նույն ժամանակ արդեն գային սուտ մարգարեներ, սուտ քարոզիչներ, սուտ առաքյալներ, որոնց վարդապետությունը հիմնված չէր Հիսուս Քրիստոսի խոսքի վրա, որոնց վարդապետությունը հիմնված չէր Հիսուսի անձի աստվածությանը վրա։ Եվ այդտեղին շատ գրնամսել փաղկացած սխալ վարդապետություններ մինչև այսօր հասած են։ Ուրեմն առաջին օրեն եղած է այդ սխալ մեկնաբանությունները, սխալ վարդապետներ։ Եվ առաջին օրեն առաքյալները լուրջ գնային այդ հարցը եւ երբ որ առաքյալները մեկ-մեկ սկսան մեռնելու կամ նահատակվելու, առաջին եկեղեցին լրջությամբ կքննարկեր թե այդ նամակը որտեղն է, ուրտեղն է, արդյոք փաստեր գային, արդյոք վկաներ գային, թե այդ տվյալ գրած անձնավորությունը իսկապես առաքյալն էր։ Ուրեմն գտեսնեք սիրելիներ, այդպես թեթևորեն չի եկած Աստվածաշունչը մեզի, թեթևորեն չի եկած նոր գդագարանը մեզի։ Շատեր կգարձեն թե մենք կամ շատեր գարձեն թե Աստվածաշունչը խապված է, խապեյություն, գասդախոսություն, կամ մարդն է գրած, չէ, շատ լուրջ մանրագրգիռ տարված է։ Ասեմ ցեզի որ 2000 տարի է ի վեր գփորձվի փաստել թե Աստվածաշունչը սխալ է։ 2000 տարի է ի վեր միակ քիրքն է, որ այնքան հարվածներ կստանա աշխապ տարերը ի վեր, եւ դեռ այս քիրքը կշարունակե իր հրաշքի կորձը կատարել։ Ինչու՞, քանի որ այս քիրքը այո մարդու կողմեն գրված է, այո մարդու կողմեն հրադարակված է, բայց այս քիրքը
Աստվածաշունչն է։ Այս գիրքը Աստուծմե ներշնչված մարգարեներուն եւ առաքյալներուն միջոցով, ինչ որ մենք Պետրոս գիրքը որ սերդեցինք, այս կետը հստակացրեցինք։ Ուրեմն հավասիկ Հովանես կգրե, երբ որ այս տղա գարտան կարծեք թե Հովանես գիտե որուն կգրե։ Հadouk եկեղեցի չի գրեր, սիրելիներ, քանի որ ողջունի խոսք չկա։ Ինչպես Պետրոս օրինագամար գսե շնոր խաղաղություն ցեզի, Պողոս առաքյալ գսե շնոր խաղաղություն ցեզի, դուք որ ասինչ քաղաքը գտնվիք, դուք որ այստեղ եք, ձեր մասին լսեցի եւ այլն եւ այլն։ Հովանես հadouk ողջունի խոսք չուներ, երբ որ գիրքը կսկսին կարդալու, բարձրապես առաջին վարյանեն վարտաբեդական հիմք գտնե Հիսուս Քրիստոսի անձին վրա։ Մի տեսնենք, սիրելիներ, որ ինչպես ասի, սխալ վարտաբեդություն քարոզիչներ կային, որոնք չէին հավատար, որ Հիսուս այն հոգևոր եւ այն մարմնավոր Աստվածա որդին է։ Շատեր կգարձեին, թե Աստծո Քրիստոսը հոգի արավ, մարդու մեջ բնակեցավ եւ այդ մարդը Հիսուսն է։ Ուրեմն գարձեք Աստված մարդու մարմինը արավ եւ անոր մեջ բնակեցավ, այսպես կկարոզեին։ Անորմալ կկարոզեին ասելով հոգին է կարևորը եւ ոչ մարմինը, քանի որ մարմինը Աստված կարևորություն չի դար։ Այսպես սուտ մեկնաբանություններ կան, մինչև այսօր կշարունակվի New Age-ի վարդապետություն այդտեղ են գուկա, շատ դարբեր նաեւ փիլիսոփայություններ այդտեղ են գուկա, որ մարմինը անչափ կարևոր չէ, կարևորը հոգին է։ Բայց մենք շատ լավ գիտենք եւ Պողոս ներողություն Հովանես հստակ ցավով պիտի բացատրե, թե Հիսուս ինք կատարյալ մարդ, կատարյալ Աստված նույն անձներ։ Եվ այս կետի մեջ նաեւ մեր նախահայրերը հայկական, մեր հայ նախահայրերը խնդիրներ ունեցան միջև հասկանան, թե որ Հիսուս կատարյալ մարդ, կատարյալ Աստված է նույն մարմինի մեջ։ Եվ շատ վիճապանություններ եղան 5-րդ դարին։ Եվ երբ որ եկեղեցին գաղթեգոնա հավաքվեցավ 451 թվականին, հայերը այնտեղ չէին։ Եվ հայերուն համար ըսվեցավ, թե իրենք չեն հավատար, թե Հիսուս նույն մարմինին մեջ կատարյալ մարդ, կատարյալ Աստված է։ Ուրեմն այսպես վիճապանություններ շատ եղան, անորմալ այդ վիճապանությունները գուքա այս առաջին դարին, երբ Հովանես գկրե, քանի որ հենց առաջին դարի մեջ ալ գային այդպես սխալ մեկնաբանող, սխալ հասկացող եւ սուտ վարդապետներ, որոնց յետևը մենք գիտենք Սատանան ինքն է։ Սատանան սուտ գիրքը մեզ գսե թևերը սխալ վարդապետություն կներշնչեն մարդկանց։ Սկսած են առաջին օրեն եւ պիտի վերջանա մինչեւ Հիսուսի քալը։ Դարբեր մտածելակերպ, դարբեր մեկնաբանություններ, դարբեր դեսագի սվածներ, հավատքի խոսքերու ճշմարիտ ավետարանի վրա եւ այսպես դժբախտաբար մինչեւ այսօր կտեսնենք նույնիսկ տարբեր եկեղեցիներ այո Քրիստոսին գավադան, բայց մոդեցումները շատ բաներուն, կարևոր բաներուն շատ մտարբեր են եւ մենք չենք կրնար ընդունել, քանի որ երբ որ կարևոր վարդապետությունը շիդակ չէ, երկրորդական բաներուն վրա, երբ որ կարևոր բաները վարդապետությունը շիդակ չէ, մենք չենք կրնար ընդունել իբր ճշմարիտ հավատքի մարդ։ Մեր խոսքով եկեք սկսենք սերդելու այսօր առաջին 10 համարները միան պիտի փորձենք սերդել, քանի որ ամեն մեկ խոսքը լուրջ թեմա է եւ ասեմ ցեզի որ Հովաննեսը երբ Հովաննու ավետարանը գրեց, երբ այս նամակները գրե, երբ հայտնությունը գրե, Հովաննեսը արդեն 95 տարեկան է, մոտավորապես։ Եվ ինք Հիսուսի հարութենեն մոտավորապես 50 տարի հետո գրե։ Այդ 50 տարվա մեջ տարբեր կրություններով, մյուս առաքյալներու կրություններով եւ այլն ինք հասկացած էր, թե ինչ էր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Ուրեմն որ լավ կգարտանք միան պատմություն չէ որ կներկայացնե ավետարանի մեջ, այլ ամեն մեկ պատմության յետևը վարդապետական Հիսուս Քրիստոսի անձին կարևոր ինքնությունը կներկայացնե։ Ուրեմն ամեն մեկ պատմությունը որ կներկայացնե Հովաննես ավետարաններուն մեջ, իր ավետարանի մեջ, ամեն մեկ պատմության յետևը գա Հիսուսի
աստվածության կարևոր գրնամասել շեշտումը։ Եվ այստեղ նամակներ երբ որ գկրե ավետարանեն հետո մեկ կդոր ուղագի կարևոր վարդապետության նյութերու վրա գերտա։ Հասկանաք, շատ կարևոր է։ Նույնիսկ ողջունի խոսք չներ։ Ավասիկ կսկսի առաջին գլուխ առաջին համար։ Գենաց բանին վրայով, որ սկիզբեն էր, որուն լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որուն նայեցանք եւ մեր ցերկերով շոշափեցինք։ Ինչի մասին գխոսի Հովհաննես։ Նախ գսե գենաց բանը, գենտանի բանը, բանը ինչ կհիշեցնե մեզ, կհիշեցնե իր ավետարանին, Հովհաննու ավետարանին առաջին խոսքը։ Սկիզբեն էր բանը, լոգոս հունարեն ասել է անինչ որ գա, անինչ որ իրականություն է, անինչ որ ճշմարիտ է, այն բանը որ մարդը չի կրնար հասկանալ, բայց այդ ճշմարտությունը որ գա, բանը։ Մենք հայերենի մեջ, մանավանդ արևմտահայերենի մեջ, բան բառը շատ կգործածենք, բանը փեր, բանը դար, բանը ըրե, բայց այդ եւ երբեմն այդ բանը որ գսենք շատ թեթևորեն կանցնենք, բայց բանին թարգմանությունը լոգոսն է, անժամանակ լոգոսը, բոլոր փիլիսոփաները լոգոսի մասին կխոսեին, կամ լոգոս երբ որ գսեին, լոգոսը ասել է այն իրականությունը, այն ճշմարտությունը, այն քերազանցը, այն իսկականը։ Ուրեմն թարգմանությունը սկիզբեն էր բանը, սկիզբեն էր այն լոգոսը, բանը Աստծո կով էր եւ բանը Աստված էր։ Անիգա սկիզբեն Աստծո կովն էր, ամեն բան անով եղավ եւ առանց անով բան չեղավ, ինչ որ եղավ։ Որում մասին է խոսքը։ Հիսուսի։ Քիչ մվար գարտանք Հիսուսի։ Բանը լոգոսը Աստծո կով էր, բանը Աստված էր եւ բանը սկիզբեն էր։ Ինչ որ շատ աղանդավորներ մեզի գսեն, թե բանը ստեղծվեցավ, սկիզբեն չէր, եւ բանը Աստված չէր։ Շատ կփավե որ գարտանք եւ հասկանանք այդ աղանդավոր Եհովայի վկաներուն խոսակցությունները, որ կներկայացնեն Հիսուսը իբր հրեշտակ ստեղծված եւ այլն։ Բայց շատ հստակ ձևով։ Գոնե Հովհաննեսը, քանի որ տեսավ, շոշափեց, հասկացավ, նայեցավ եւ հայտնությունը տեսավ, ով է այն բանը։ Կյանքի բանը, այն բանը, որ ինքնիրույն կյանք ունի։ Ստեղծվածը իր մեջ կյանք չունենար։ Հիսուս կսե Հովհաննու 5-րդ գլխի մեջ ես կյանք ունիմ եւ կյանք կուտամ։ Ինք չէ ստացած կյանքը ոչ մեկեն, ինքն է դվողը կյանքը։ Կարևոր է։ Մեր աստվածապանությունը հստակ պետք է լա սիրելիներ։ Քրիստոնյա գսենք մեջ են գելեն առանց հասկանալու ճշմարտությունը, առանց հասկանալու Քրիստոսի անձը։ Մենք չենք կրնար քրիստոնյա ալալ, եթե Քրիստոսի անձը հստակ չենք հասկանար։ Եկեք նայեցեք այս գենաց բանի մասին, երտանք հայտնություն 19-րդ գլուխ համար 13, հայտնությունը նորեն գրած է Հովհաննես։ Չեմ գարտար ընդհանուր կոնտեքստը, բայց 13-ը գսե արյունով ներգված հանդերձ հակեր էր, անոր անունը բանն Աստծո էր։ Եվ երբ որ լավ գարտանք, Հիսուսի մասին է խոսքը, Կարնուգի մասին է։ Բանն Աստծո։ Ուրեմն Աստծո բանը Հիսուսն է, որ աներևույթ Աստծո աներևույթ բանն է, բայց այստեղ գսե եկավ, մենք լսեցինք իրեն, մենք մեր աչքերով տեսանք իրեն, մենք նայեցանք իրեն եւ մեր ցերկերով շոշափեցինք։ Այստեղ Հովհաննեսը հստակ այդ սուտ մարգարեներուն կամ վարդապետներուն գսե, դուք գսեք թե Աստուծմե եկած լոգոս հոգևորը մարմինի մեջ մտած, դարբեր մարդումը մարմին արած, բայց Հովհաննես կսե չէ, մենք այդ լոգոսին թվանք, մենք այդ լոգոսին տեսանք, մենք այդ լոգոսին լսեցինք, քանի որ այդ լոգոսը մտավ ինքը կատարյալ մարդ եղավ։
կատարյալ Աստված, գենաց բանը, որ Աստծո էր, որ սկիզբն էր եւ Աստված էր, այդ գենաց բանը ահավասիկ եկավ, մենք աչքերով տեսանք, մենք թվանք իրեն, մենք լսեցինք իրեն, այս իր վկայությունն է։ Հովհաննեսը որ գսե մենք գխոսի իր եւ Հիսուսի մյուս մնացած աշակերտներու մասին։ Հովհաննես այստեղ Հիսուսի աշակերտները կներկայացնի։ Համար 2 եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք, որ ու ցեզի կպատմենք այն հավնական կյանքը, որ հովը կորեր եւ մեզի հայտնվեցավ։ Կյանքը հայտնվեցավ։ Սիրելի քույր եղբայրներ, կյանքը չի հայտնվիր։ Եթե կյանքը մարմնացած չի հայտնվիր։ Ուրեմն Հիսուսի համար Հովհաննես կսե կյանքը ինքն է կյանքը, որ եկավ, մարմնացավ, հայտնվեցավ, երևցավ։ Կյանքը չի երևնար, սիրելիներ։ Աներևույթ Աստծո նման կյանքը չի երևնար։ Բայց կյանքը գսե մենք տեսանք եւ մենք տբանք եւ մենք լսեցինք, ինչու, քանի որ կյանքը, այդ կյանքը, հավնական կյանքը Հիսուս Քրիստոս ինքն էր։ Մեկ խոսքով Հովհաննես գսե մենք կյանքին տբանք, մենք կյանքին լսեցինք։ Կարծեք Հիսուսի ուրիշ անունը ու դարբեր անունը կյանքն է։ Եվ Հիսուս ինքը ասավ. Ես եմ կյանքը, ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը։ Ուրեմն կյանքը, հենց կյանք բառը Հիսուսն է։ Եվ մենք երբեմն սիրելիներ մանավանդ հայերը գենաց կնենք, երբ որ դարեթարցի գերտան շատեր գենաց կնեն, կյանքդ երկար, կյանքդ այս, կյանքդ արատ, կյանքդ ժողովուրդ, առանց Հիսուսի քո կյանքդ ոչ մի իմաստ չունի, քանի որ կյանքը ինքն է, Հիսուսն է։ Հալելույա։ Մենք տեսանք եւ ցեզի կպատմենք։ Ցեզին ով է? Ժողովուրդին, որուն կգրե Հովհաննես։ Մենք առաքյալներս տեսանք, շոշափեցինք, ճաշակեցինք, իր հետ անցուցինք եւ հիմա ցեզի կպատմենք, թե այն կյանքը հորը քով էր եւ հայտնվեցավ մեզի։ Այն կյանքը հորը քով էր, ինչպես կարտացինք, բանը Աստված էր, բանը Աստծո քով էր, բանը սկիզբն էր։ Այո, հորը քով էր, բայց եկավ, հայտնվեցավ, որուն հայտնվեցավ մեզի։ Եվ հիմա գսե համար 3 այն որ տեսանք եւ այն որ լսեցինք ցեզի կպատմենք, որբեսի դուգալ մեզի հետ հաղորդագից ըլլակ։ Հաղորդագից բառը այստեղ կարևոր է 3 անգամ, 4 անգամ կգրվի այս 10 համարներում մեջ։ Մենք կսե Հովհաննես առաքյալ։ Մենք կյանքը տեսանք, կյանքին տբանք, կյանքին հետ ապրեցանք։ Կյանքը Հիսուսն է։ Կյանքը եկավ մեր մեջ։ Պենտեկոստեի օրը։ Կյանքը եկավ մեր մեջ Սուրբ Հոգիով։ Մենք հաղորդակցվեցանք եւ գահորդակցվինք հորը հետ։ Հորը եւ որդին եւ հիմա հաջորդը գսե մեր գարտամ հետո գսեմ մեր հաղորդակցությունը գսե հորը հետ է ու իր որդին Հիսուս Քրիստոսի հետ։ Ուրեմն մենք գսե հաղորդակցվեցանք հորը եւ որդին։ Հաղորդակցվեցանք այն ծրագրին, որ Աստված ղրգեց մարդ փրկելու։ Աստված ղրգեց Հիսուսը մարդ փրկելու։ Եվ մենք հաղորդակցվեցանք իր հետ։ Հիմա ցեզ կհայտնենք, որ դուք ալ մեզ հետ հաղորդակցվիք։ Ուրեմն եթե դուք մեզ հետ կհաղորդակցվիք, մեր հետ հաղորդակցվելով, ձեր հաղորդակցությունը գլա նաև հորը եւ որդվույն հետ։ Այստեղ Հովհաննես ինք իրեն գտնե իբր գրնամսել միջնորդ մարդկանց եւ Աստծո։ Գսե մենք ցեզ կպատմենք այն հաղորդակցությունը կբերենք, ինչ որ մենք ունենք, մենք տեսանք, մենք ճաշակեցինք, ցեզ կհաղորդակցենք, բայց դուք ցեզ կփոխանցենք ներողություն, բայց որ դուք կհաղորդակցվիք մեր հետ, այդ մեր բոլոր տեսածը, ապրածը, էությունը ցեզ կփոխանցվի։ Այս է հավատքը։ Աստված եկավ եւ տվավ երկնային հայտնությունները աշակերտներուն։ Եվ աշակերտները ապրեցան եւ փոխանցեցին մեզ։ Եվ մենք, երբ որ աշակերտներուն խոսքին վրա կհիմնվենք, մենք կհաղորդակցվենք ամենակարող Աստծո հետ։ Եվ այստեղ կարևոր Եփեսացի մեջ գրված է, որ առաքյալներու հիման վրան կշնվի
ամբողջ հոգևոր տաճարը։ Ուրեմն մենք չենք կրնար հաղորդակցվել Աստծո, Հոր Աստծո եւ Որդվույն հետ, առանց անցնելու առաքյալներու մեզ փոխանցելիք պատկամին։ Եվ ահավասիկ եկավ նորեն կարևոր մի բան, դու չես կրնար Աստծո հետ միապանվել առանց իր խոսքը ընդունելու, հասկանալու եւ հաղորդակցվելու, յուրացնելու այն խոսքը։ Ինչ որ այսօր շատեր գլսենք, միշտ կսեմ, նորեն գսեմ, ես հավատացյալ եմ, ես գիտեմ, ես Աստծո միշտ Աստծո հետ կխոսիմ, իմ սիրտս միշտ Աստծո հետ է, բայց հաղորդակցություն չունին ոչ Քրիստոսի հավատացյալ եղբայր քույրերու հետ, ոչ ալ Աստծո խոսքին հետ։ Եվ որ հաղորդակցություն չունիս, դու քո հաղորդակցությունը, եթե հաղորդակցություն չունիս Աստծո մարդկանց հետ, Աստծո ժողովրդին հետ, Քրիստոսի մարմինին հետ, դու Քրիստոսի հետ չես կնար հաղորդակցվել։ Ուրեմն գսա այս բոլոր մենք կպատմենք, որպեսզի մեզի հաղորդագիծը լակ։ Հովհաննեսին միտքը նայեցեք ինչ է։ Ճշմարիտ վարդապետությունը գկարոզե, որպեսզի մարդիկ հաղորդագիծ լան առաքյալներու սորվեցուցած հիմքին։ Հաղորդագիծ լան եկեղեցին։ Հաղորդագիծը սել է հաղորդակցություն, միապանություն։ Չգա Աստծո հետ հաղորդակցություն, եթե չգա եղբայր քույրերու հետ հաղորդակցություն։ Այս դեղական եկեղեցին է։ Գրեստեք ամբողջ սուրբ գիրքը, որ մենք կսերնենք։ Նոր գդագարանը հինը դարբեր ցեվով, բայց նոր գդագարանը շեշտը գտնե Աստծո ժողովրդի, Աստծո ընտանիքի, Աստծո Քրիստոսի եկեղեցի հետ միապանվելու։ Եվ անոր համար Սատանան այս գործը գնե։ Սատանան այսօր գահաչողի լավ ցեվով մարդկանց հերացնել Աստծո մարմինի հաղորդակցութենե։ Եվ գահաչողի։ Եվ գահաչողի։ Այցեք այսօր ինչ քարոզներ գլսնենք, ինչ տեսակ մարդիկ կխոսին, մարդկանց հետ որ կխոսենք հաղորդակցության, միապանության մասին, մարդիկ կսեն մենք ցեզի պետք չունենք, մենք մեր Աստված ունենք, մենք գիտենք։ Լավ։ Սուրբ գիրքը այդ բանը չսեր ամենատեպս, չեմ գիտեր որ ավետարանը իրենք գեհդեվին, բայց ամենատեպս Աստվածաշունչի ավետարաններուն չեն հետևիր։ Աստվածաշունչի ավետարանին հետևողը գհաղորդակցվի Աստծո մարմինին հետ եւ հաղորդակցությունով աստվածային հայտնությունները, օրդությունները կստանա այնտեղ։ Ուրեմն այն որ մենք տեսանք կգրտնեմ համար 3, այն որ մենք տեսանք մենք լսեցինք ցեզի փոխանցենք, ցեզի պատմենք, այս քարոզն է, այս սերդողությունն է, ցեզ փոխանցենք, ցեզ սորվեցնենք, որբեսի դուք մեզի հետ հաղորդագից լակ, ինչու կանի որ մեր հաղորդակցությունը Հորը հետ է եւ իր որդին Հիսուս Քրիստոսի հետ։ Այս բաները կգրենք ցեզի, որբեսի ձեր ուրախությունը կատարյալ լա։ Ահա վասիկ ուրախություն։ Անցյալ անգամներ ալ խոհեցանք, ինչպես ուրախանամ ես, եթե ես հաղորդագից չեմ հավիտենական կյանքի հետ։ Հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Իր հետ հաղորդակցվելու համար դու պիտի անցնես իր մարմինեն հաղորդակցվելու։ Եվ որ իր մարմինի հետ կհաղորդակցվիս, այն ժամանակ իր օրդությունները, իր խոստումները եւ իր ուրախությունը քու մեջ կատարյալ կլա։ Ուրեմն գտեսեք Քրիստոսի հետ հաղորդակցվելու համար դու պետք ունես անցնելու Քրիստոսի ժողովրդի հետ հաղորդակցությունով։ Նորեն կգրտնեմ, թախնիկ կա այստեղ, օրդություն կա այստեղ, մեծ օրդություն կա, եթե հասկացար այս միտքը։ Ինչու Հովհաննես ուրախության մասին կխոսի։ Ինչ կապ ունի ուրախությունը այս թեմայի մեջ։ Ինչու Հովհաննես հաղորդակցության մասին կխոսի, երբ ինք Հիսուսի կյանքի մասին կխոսի։ Քանի որ կապ ունի։ Հիսուսը կյանք է, Հիսուս եկավ իբր կյանք, Աստծո էր Աստված էր հայտնվեցավ, որուն առաքյալներուն։ Եվ առաքյալները հաղորդակցվեցան իրեն, առաջին Սուրբ Օքին քու վրա չեկավ, առաքյալներուն վրա եկավ։ Եվ առաքյալներեն փոխանցվեցավ մինչև այսօր մեզի։ Ուրեմն մենք մեծ շղթայի մեջ ենք։ Շղթայակապված ենք առաջին առաքյալներուն մինչև այսօր։
Եվ եթե մեկը գգարձի թե ինքը շղթայակապված չէ, ինքը շատ խելացի է, շատ հավատացյալ է, ինքը լավն է, ինքը պետք չունի եղբայր քույրերուն, ինքը պետք չունի այս մարդուն, այն մարդուն, ինք արդեն գիտե, ինքը այդ շղթային դուրս է։ Շղթան առաջին օրեն կապվեցավ, երբ Պենտեկոստեի օր եղավ, մի քանի օր միտոնենք, Պենտեկոստեի օր եկավ, շղթայակապվեցավ հաղորդակցությունը Աստված մարդու հետ, առաքյալներուն միջոցով։ Եվ առաքյալներուն միջոցով սկսավ նոր հավատացյալներ շատնալ, բայց որուն վրա հիմնված։ Առաքյալներու խոսքի վրա հիմնված։ Անորոմար ես կսեմ, լավ նայեցեք ձեր վարտապետությունը, ձեր ուսմունքը հոգևոր։ Եթե աստվածաշնչյան չէ, դուրս եկեք այդտեղեն։ Գիտեմ մեր հայրս ինչ որ գսեմ գիտեն, բայց շատերուն համար ավանդությունը կարևոր է։ Ավանդություն պետք է ասանգրածենք, այս մեր վարժությունն է, ոչ սիրելիս կան վարժություններ, որ սուբկրային չեն, մենք չենք ընդունիր։ Շղթայակապված ես հաղորդակցվելով Աստծո խոսքին եւ առաքյալներուն, որոնք իրենք քրած են Աստծո խոսքը։ Եվ այն ժամանակ է, որ ես կհաղորդակցվիս Աստծո խոսքին, Աստծո ժողովրդին հետ, կհաղորդակցվիս ուղղակի հորը եւ որդվույն հետ։ Եվ այո, երբ գենտանի, երբ կյանքը, Քրիստոսի կյանքը գմտնա քո մեջ, քո ուրախությունը կատարյալ գլա։ Գրված է, ուրախությունը կատարյալ գլա։ Այս բոլոր բաները կգրենք ցեզի, որբեսի ձեր ուրախությունը կատարյալ լա։ Հալելույա։ Գուրիախբարներ, նայեցիք միան գարտացին 4 համար։ Այս 4 համարի մեջ կտեսնեք Հիսուսի աստվածությունը, Հիսուսի աշխարհակալու նպատակը, առաքյալներուն կարևորությունը, հաղորդակցության կարևորությունը եւ մեր այս աշխարհի մեջ ուրախ եւ ազատագրված ըլլալու քաղաքնիկը։ Ուրեմն մի սպասեր Աստծուց մի բան, քանի որ ինքան ինչ կատարած է դու մնա մդիր այնտեղ որ Աստված գուզե որ թունալաս։ Մենք ուզենք որ այս բանը շտկվի, այն բանը շտկվի, այս բանը փոխվի, ուրախ լանք, ազատագրվենք, հրաշներ տեսնենք, Աստված գսե ստոպ, նախ հաղորդակցվիր իմ մարմինի հետ, հաղորդակցվիր քույր եղբայրներու հետ, հաղորդակցվիր առաքյալներու շարունակության ժողովրդի հետ։ Հաղորդակցվիր, հաղորդություն։ Հաղորդություն բարև ինչպես է գչե, հա, ավելի է։ Ինչ որ այսօր եկեղեցիների մեջ կա, հազիվ գպարևեն մեկը մյուսին, գսեն ավելին չեմ ուզեր գպավե, ասի հաղորդություն չի։ Հաղորդակցություն, հաղորդակից, հաղորդ ըլլալ մեկը մյուսով, մեկը մյուսին մեջ, մեկը մյուսին համար։ Եվ այս տեղական եկեղեցին է, որոնք այսօր սիրելի քույր եղբայրներ, այսօր այս կետը շատ դժվար է դարբեր եւ ամեն եկեղեցիների մեջ։ Մարդիկ գերտան կարոզ լսելու, գերտան պարապանություն լսելու, մարդիկ գերտան բաներն այսպես ապրելու, բայց չեն երթար հաղորդակցվելու։ Հաղորդակցվելու դապ կա մեկը մյուսին հետ կապված է, որովհետեւ մեր ուրախությունը կատարյալ լա։ Դերևս մենք չենք հասկանար կարևորությունը, ինչ պետք է այդ մարդկանց դուն երթալ, ինչ պետք է այդ մարդկանց հետ հաղորդակցվիր։ Ես գիտեմ, ես կսիրեմ բոլորին եւ այլն։ Դերևս դու չես հասկանար ինչ պետք է, չես ալ դեսներ, բայց սուբկիրքը մեզ քախնիկ մը գուտա, որ փամը գբադահի եւ որթուն հաղորդակցության մեջ ես։ Հոգեվոր հաղթություններ կբադահին եւ որթուն հաղորդակցության մեջ ես։ Սիրելի քույր եղբայր, այստեղ շատ կարեւոր է որթուն հասկանաս հաղորդակցության նպատակը։ Ամեն հուսամ քիչ մը գրծա հասկացնել կամ փոխանցել այս միտքը քեզ։ Հալելույա։ Գրնակ գրել անկոր Facebook-ով գեհդեվին մեզ գրնակ գրել այո, եթե հասկացաք, եթե հարցումներ կան այս կետին վրա, գրնանք ինչու՞ չէ հետո խոսի։ Համար 5 Այս ասիգա է այն պատկամը, որ իրմել լսեցինք ու ցեզի գիմացնենք, նայեցեք հաղորդակցություն, իրմե լսեցինք, ցեզի գիմացնենք, հաղորդակցություն մեր խոսքին, որբեսի մեր միջոցով հաղորդակցվիս Քրիստոսի հետ։ Այս է Սերգուզե Հովանես։ Թե ինչ լսերեն իրմե, Աստված լույս է, եւ անոր մեջ բնավ խավար չկա։ Ասել կուզե որ Աստված
Հիսուսին կսավ ես եմ աշխարհի լույսը եւ այլն, լույս ըսել է արդարություն, լույս ըսել է հասկացողություն, լույս ըսել է բաց ճանապարհ, լույս ըսել է մաքուր, արդար, ճշմարիտ, սուրբ, կատարյալ, ամպից։ Աստված սուրբ է, Աստված լույս է եւ անոր մեջ խավար չկա, ըսել է ոչ մեկ բահված բան չկա, ամեն ինչ հստակ է, ոչ մեկ մեղքի նշույլ չկա, ամեն ինչ հստակ է։ Մեր Աստվածը մեզի շիդակ բաներ գսե, մեր Աստվածը չբահեր բաներ, որ մենք քուշագենք, Աստված լույս է, բահված բաներ չկա իր մեջ, ինչ որ մեզ ուզեց հայտնել, լույսի մեջ հայտնեց։ Շատ բաներ կա, որ մենք չենք հասկանար, քանի որ Աստված չհայտնեց մեզ։ Եվ ասեմ ցես չենք գալ հասկանալու երբեք, չենք լավ ճանաչելու Աստված երբեք, քիծեք ադի։ Բայց ինչ որ ինք մեզ հայտնեց, այդ իր հայտնության մեջ ամեն ինչ լույս է, հստակ է, բահված բաներ չկա, գաղտնի բաներ չկա, խավար չկա, լույս է, ճշմարիտ է։ Եվ անոր մեջ ոչ մեկ խավար բան չկա։ Ուրեմն այս Աստծո ինքնության մասին է խոսքը, որ գսե Աստված սուտ բաներ չխոսիր մեզի։ Աստված մեզ հայտնեց, մենք ալ ցեզ կփոխանցենք, թե իր մեջ սդախոսություն չկա, խավար բան չկա, մեր Աստվածը լույս է, կատարյալ է, ճշմարիտ է։ Առաջին Տիմոթեոս 6-րդ գլխում մեջ գրված է, եւ այն Աստվածը, որ լույսերու մեջ կբնակի։ Ասել է այն Աստվածը, որ իսկապես բարձրերուն բարձր է, արդար, ճշմարիտ, սուրբ, կատարյալ, ինչ որ քիչ առաջ ասի։ Հիմա համարվեց, եթե ասենք, թե մենք անոր հետ հաղորդագից ենք ու խավարի մեջ կքայլենք, սուտ կխոսենք եւ ճշմարտությունը չենք գսեր։ Ուրեմն եթե գսե, դու գսես, որ ես անոր հետ հաղորդակցության մեջ եմ, բայց դեռ խավարի մեջ կքալես, ասել է լույսի մեջ չես, ճշմարտության մեջ չես, չելալ ուզեր ճշմարտության մեջ հլաս, գաղտնի բաներ ունիս, բահված բաներ ունիս, գսե դու սդախոս ես։ Մեկը չի կրնար ասել ես Աստուծո մեջ եմ, ես անոր հետ հաղորդագից եմ, եթե իմ գործերս հստակ միապանությամբ հաղորդագից չենք Աստծո ժողովրդին։ Հստակ ցեվով, բացահայտ ցեվով։ Շատեր մեզի գսեն իմ հավատքս իմ սրտիս մեջ է։ Դու չես կնար ինձ տադել, ես սրտիս մեջ Աստված գիտե։ Լավ։ Բայց գիտեք, հաղորդագից ըլլալ Աստծո հետ, ըսել է քո գործերդ երևնալ։ Խավար պիտի չլա, քախնի բաներ պիտի չլա, մարդիկ պիտի տեսնեն դու ով ես։ Եվ երբ եւ ուր կտեսնեն մեզ, թե մենք ով ենք, առաջին դեղը Աստծո ժողովրդի մեջ։ Եկեղեցին մեջն է, որ դու կհայտնվես դու ով ես։ Եվ շատեր այսօր եկեղեցին մեջ գախտաբահ են, այսպես չեն սերպամ, չեն ուզեր հաղորդակցվել, շատ չեն խոսիր, որ շատ բան չսեն, շատ բաներ չբահեն, երբեմն գսես ինչպես ես գիտես, որ մարդը լավ չէ, բայց չսել լավ չեմ, գսե ամեն ինչ լավ է, ինչու չուզեր պատմել։ Մեկ խոսքով գսե ես Աստծո հետ հաղորդակից եմ, բայց ցեզի հետ չէ սիրելիներ, ցեզի հետ հաղորդակից չեմ։ Մեկ խոսքով ցեզի հետ խավարի մեջ եմ։ Շատ բաներ ունիմ բահված, չեմ ասելու ցեզ, հաղորդակցվել չկա, գուզեմ բահել գախնի այս բանը ինձի։ Գսե չգրնարալ այդ մարդը, որ հաղորդակից Աստծո հետ, պետք է լա նաև լույսի մեջ, իր չորս կողմիներուն, իր քայլվածքը, իր շարժումը, իր խոսքերը, իր ընթացքը ճշմարիտ ուղիղ պետք է լա։ Սիրելիներ ուշադիր եղեք։ Քրիստոսի հետ հաղորդակից եղողը բարձ մարդ է, որ այդ բարձությունը իր գերևնա նախ եկեղեցին մեջ։ Սորվեցեք բարձը լալ ձեր դեղական խմբերուն մեջ եկեղեցին մեջ։ Սորվեցեք բարձը լալ, բացահայտը լալ ձեր Քրիստոսի դված այդ խումբը, որուն մեջ դուք հաղորդակցված եք իրարու։ Չի կրնար լալ, մեկը Աստծո հետ կսե ես հաղորդակից եմ, բայց խավարի մեջ կպտի, մեղք, դժվարություն, բաղվածություն եւ այլն։ Խավար այստեղ կտեսնեք Հովհաննեսը շատ կգործած է, լույս եւ խավար, լույս եւ խավար։ Եվ ամեն անգամ որ լույս կսե Աստծո ներկայությունն է, արդարությունն է, ճշմարտությունն է, մաքրությունն է։ Ամեն անգամ որ խավար կսե մարդկային կեղտոտություններն են, աղտոտություններն են, մեղքերն են, բաղվածություններն են։ Այստեղ Աստված լույս է, անոր մեջ խավար չկա։
Դու նալ այդպես պիտի լաս, եթե հաղորդագից ես։ Շատ մարդիկ կան, երբեմն գսենք, չենք գիտեր այս մարդիկ ինչ կմտածեն։ Քանի որ այդպես կխոսին, որ չես կնար հասկանալ։ Բարձ չեն մեկ խոսքով։ Գուզեմ կորձնագանը լանք սիրելիներ։ Եթե հաղորդագից ենք լուսո Աստծո հետ, մենք ալ լույսի զավակներ գսե Եփեսացիս գիրքը, լույսի զավակներ պետք է լանք։ Եթե հաղորդագից ենք լույսի Աստծո հետ։ Սել է բարձ, ճշմարիտ, ուղիղ, ոչ թե յետևեն աշխատող, հաշիվ փնտրող, յետևեն խոսող, մի բան ասող, բայց հակառակը մտածող։ Այսպես հավատացյալներ շատ կան, եւ ասեմ ցեզի շատ ցավալի է իրենց համար, իրենց վերջը։ Ուրեմն արդար, մաքուր, ճշմարիտ։ Ձեր այոն գսա այոլլա ձեր ոչը ոչ։ Լույսի զավակ ենք։ Մենք լույսի աշակերտներ ենք։ Լույսի Աստծո աշակերտներն ենք։ Հիսուս Քրիստոս լույսն է եւ բարաբիջոսավ Հիսուս դուք եք աշխարհի լույսը։ Ասել գուզեմ որ լույսի մեջ քայլեցեք։ Թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ բարավորեն Աստված որ երկինքն է։ Մատթեոս 5-րդ գլուխ։ Ուրեմն լույսի մեջ քայլողը լույսի հետ հաղորդագից է եւ եթե լույսի հետ հաղորդագից եմ գսես եւ խավարի մեջ կքայլես թուն սուտ կխոսից կսայս դե համարը եւ շատ լավ գիտենք հայտնության Հովաննուի մեջ Հովաննեսը ինքը գրած է սդախոսները գսե բիճի ժառանգեն երկնքի տակավորությունը։ Սիրելի քույր եղբայրներ գտեսնեք շատ բարձ լույսի մեջ չլալը արդեն քեզ գտադաբարդ է։ Հավասիկ մենք Աստուծո այս լսեցինք որ Աստված լույս է անոր մեջ խավար չի գա։ Ուրեմն եթե մեկը անոր հետ հաղորդագից է եւ խավարի մեջ կգալե այդ մարդը սուտ կխոսի ճշմարտությունը չունի այդ մարդը իր մեջ։ Համար 7 Հավա եթե լույսի մեջ քայլենք ինչպես անիգա լույսի մեջ է իրարու հետ հաղորդագից կլանք ինչը սիգիչ առաջ եկեղեցի մեջ կերևնա եկեղեցի մեջ կերևնա իմ բարձ լալս իմ լույսի զավակը լալս եւ երբ որ եկեղեցի մեջ լույսի մեջ են իրար հետ հաղորդագից են իրար հետ եւ երբ որ հաղորդագից են կսե անոր որդին Հիսուս Քրիստոսին արյունը մեզ ամեն մեղք է գսրբե ահավասիկ հրաշքը երբ դու հաղորդագից ես քո եղբայր քույրերու հետ բարձությամբ մաքրությամբ ճշմարտությամբ սիրո մեջ ուրախության մեջ երբ հաղորդագից ես քու մեղքերդ կմաքրվի Ինչ առաջ ինչսի երբ որ մենք հաղորդագից ենք իրար հետ երբեմն չենք տեսներ չենք զգար արդյունքը չենք տեսներ բայց ասի հրաշքներ գլա մեր մեջ չէ առանց հասկանալու ինչ առաջ ասի ահա վասիկ պատասխանը Երբ մենք իրար հետ հաղորդագից ենք եւ երբ որ մենք լույսի մեջ կքայլենք հաղորդագից ենք իրար հետ երբ որ հաղորդագից ենք իրար հետ որդվույն Հիսուս Քրիստոսի արյունը կմաքրե եւ կսրբե ամեն մեղք Հինեն եկած մեղք ներգայի մեղք աբակայի մեղք կմաքրե կսրբե եթե քո թունքու դեղը դես քո հաղորդակցության մեջ հալելույա Սիրելի քույր եղբայրներ քաղաքնիկներ կան այստեղ որ այսօր եկեղեցիներուն մեջ չենք տեսներ Միայն քարոզներ գլսենք, միայն լավ բաներ գլսենք, բայց ուր է հաղորդակցությունը մեկը մյուսին հետ ճշմարիտ։ Այնտեղ են գերևնա, եթե դու լույսի զավակ ես, իսկ եթե դու լույսի զավակ ես, այո, Հիսուս Քրիստոսի արյունը կմաքրե եւ կսրբե ամեն մեղք, որ եկած է եւ գա։ Այս է կյանքը գսե եկավ մենք տեսանք այն կյանքը մենք լսեցինք այն կյանքը մեզ գսե որ Աստված լույս է ես լույս եմ դուք լույս եք եղեք լույսի մեջ հաղորդակցությամբ լսեցեք շղթային մեջ մտեք մի խոսքով ինչպես քիչ առաջ ասի հոգևոր շղթայի մեջ մտեք ձեր քույր եղբայրներու ձեր առաջնորդներու ձեր սորվեցնողներու հետ կայլելով միապան կայլելով հնազանդ լալով մտեք շղթային մեջ Եվ այդ շղթայի մեջ մտնելով հաղորդագից պիտի ձեր դեղական եկեղեցին բարձությամբ, լույսով, ուրախությամբ եւ երբ որ այդ բարձությամբ ես ահավասիկ հաղորդագից կլաս քո քույր եղբայրներուն հետ եւ հրաշքը գաղադարվի հալելույա քո մեղքերդ գսրբվի Հիսուս Քրիստոսի արյունով հալելույա
Համար 8-ը եթե ասենք թե մենք մեղք մտ չունենք, ինքնից կխաբենք ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Ահավասիկ շատ հավատացյալներ, մենք մեղք չունենք այս հարցի մեջ։ Մենք մեղք չունենք, մենք մեղավոր չենք, մենք արդար ենք, մենք ճշմարիտ ենք, մենք շիտակ ենք, ինքն է մեղավորը, մյուսն է խնդիրը, մենք մեղավոր չենք, մենք մաքուր ենք։ Սիրելի քույր եղբայր, եթե դու քո մատդ քո վրա նախ չտնես եւ դու լույսի մեջ չքայլես հաղորդակցության մեջ, գիտեք հաղորդակցության խնդրեմը միշտ կտնես ուրիշին վրա։ Կսես, եթե ինքը այդպես լար, ես այսպես կլայի։ Սուրբ Գիրքը մեզ գսե, թուն հաղորդակցության մասին աշխատիր։ Թուն հաղորդակցվիր քո դեղական եկեղեցվո քույր եղբայրներու հետ։ Ինտերնետային հաղորդակցության մասին չեմ խոսիր, չգա ինտերնետային հաղորդակցություն։ Մի հավատակ այդ ինտերնետային զումային քարոզիչներուն, որ գուզեն ցեզ հաղորդակցության մեջ պահել իրենց ինտերնետային ժողովների հետ։ Չգա այդպես բան, Սուրբ Գիրքը այդպես բան չի սորվեցներ մեզ։ Դու թեմարտեմ քո քույր եղբայրներուն դեղական եկեղեցվո հաղորդակցության մեջ պիտելաս։ Այսօր շատեր իրենց դեղական եկեղեցի մեջ հաղորդակցություն չունին, իրենց Հայաստանի, Ամերիկայի հովիվներուն հետ հաղորդակցության մեջ են։ Սուրբ գրային չի այդ բանը։ Բոլորովին սուրբ գրային չի այդ բանը։ Գրնաս ցանոթներ ունենալ, եղբայր քույրներ ունենալ աշխարհի 4 կողմը, այո, բայց քո հաղորդակցությունը նախ քո դեղական եկեղեցին մեջ։ Ուրեմն եթե ասենք թե մենք մեղք չունենք, մենք շատ հայեր գսեն, մենք մեղք չունենք։ Մենք միշտ մաքուր եղած ենք, մենք միշտ արդար ապրած ենք, մենք մեգումը սխալ չենք գրած, միշտ շիտակ եղած եմ, արդար եղած եմ։ Ժողովուրդ, այդպես մեկը եթե ասեք քո մեջ ճշմարտություն չկա, դու քեզ գխապես։ Անցյալի մեղքերդ ներվելու համար դու Հիսուս Քրիստոսի եւ իր ժողովրդի հետ հաղորդակցության պետք ունես։ Իր արյունը գմաքրե քո մեղքերը։ Երբ լույսի մեջ կխոստովանիս, երբ լույսի մեջ կբերես Տիրոջը քո մեղքերը եւ գխոստովանիս քո մեղքերը նախ Տիրոջը եւ եթե մեղքերդ պիտի խոստովանիս քո եկեղեցվո քույր եղբայրներուն, այո, պիտի խոստովանիս, ինչպես Հակոբոս 5-րդ գլուխ կսե, իրար խոստովանեցեք ձեր մեղքերը եւ պիտի բժշկվիք, նախ հոգեվոր բժշկություն եւ հետո ֆիզիկական բժշկություն։ Եթե ասենք թե մենք չունենք ինքնից կխապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդարյան, մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ ամեն անիրավութ է սրբելու։ Ուրեմն լույսի մեջ ըլլալը ինչ է։ Նաեւ դեսնել իմ մեղքս։ Այն մեղքս, որ ես չէի ընդուներ Հիսուս իբր իմ լույսը։ Այն մեղքը, որ ես չեմ ընդունել իմ քույր եղբայրներս իբր իմ քույր եղբայրը։ Այս է մեղքը։ Երբ որ դու գանչադես Քրիստոսը, իր խոսքը, եկեղեցին, գանչադես քո կյանքդ, արդեն դու մեղքի մեջ ես։ Ուրեմն մի սեր մեղք չունիմ։ Դու դեղական եկեղեցի մեջ, լույսի մեջ, Քրիստոսի խոսքով, ավետարանի խոսքով, ուրախությամբ, միապանությամբ պիտի ապրիս, եւ եթե մեղքեն կործես, քանի որ այս մարմինը մեղք գարդատրե, դու եթե մեղք կկործես, այո, եկուր եւ խոստովանիր դերը գմաքրե եւ գսրբե ամեն մեղք։ Հավատքով խոստովանիր։ Հավատարիմ է դերը։ Դերը սնախոս չէ չմոռնակ ինչ ասինք, լույս է Աստված։ Հավատարիմ է, հստակ է իր խոսքը, բաղված բաներ չկա, գասկածներ չկա, լույս է, մաքուր է, ճշմարիտ է։ Ուրեմն, եթե գտեսնես, որ մեղք կա, մեղք մը կործեցիր, մեղք մը գադարեցիր, եկուր եւ խոստովանիր Տիրոջը։ Մի էսեր մեղք չունիմ, մի էսեր ես չեմ ինքն է, հաղորդակցվիր Տիրոջը ժողովրդին եւ եկուր խոստովանիր քո մեղքերդ։ Եթե ասենք թե մեղք մը չկործեցինք, սա խոսքը ծնենք զանիգա, ու անոր խոսքը մեր մեջ չէ։ Ինչու, քանի որ անոր խոսքը մեզ գսե, մենք բոլորս մեղավորներ ենք։ Բայց մեղքի մեջ չենք մնար։ Մենք Հիսուս Քրիստոսի արյունով կմաքրվենք։ Մաքրվելն առաջ պետք ունենք ինչ խոստովանելու։ Սիրելի քույր եղբայրներ, մարդ արարածը մեղավոր ինքնություն է։ Ինչպես ասեք իջ առաջ մեղ կարդատրե։ Այդպես է մեր բնությունը։ Այդտեղ են փախուս չկա։ Բայց ան որ դեր Հիսուս Քրիստոսը գտնի իր սրդեն ներս, լույսի Աստվածը, եւ գմտնե հաղորդակցության Սուրբ ոգիով Աստծո հետ
եւ Աստծո Քրիստոսի մարմինին հետ։ Այն մարդը Սուրբ Օքի օգնությամբ իր մեղքերը պիտի ներվի ամեն անգամ որ խոստովանի եւ ինք մեղք պիտի չկատարի։ Գիտեք, մենք մեղք կկատարենք, երբ չենք հավատար որ պիտի չկատարենք։ Երբ կգարձենք որ մենք մեղավոր ենք, պիտի այս մեղքը ինչ անենք։ Ոչ, Սուրբ Օքին եկավ, որպեսզի մեզ ազատե մեր մեղքերեն։ Բայց ազատելու համար խոստովանություն պետք է։ Մենք չենք կրնարսել մեղք չունենք։ Մենք չենք կրնարսել որ վնաս չունի։ Ոչ, Աստված գսե բոլորս մեղքի մեջ ենք եւ բոլորս մեղքի արդատրող գործիքներ ենք, բայց բոլորս ալ ունենք Սուրբ Օքի վերստին ծնունդով, մենք բոլորս ալ ունենք այդ սորությունը, որ մեր մեղքերը մաքրվի, ինչպես կսենք այդ քիչ առաջ, որ մեզ ամեն մեղքե սրբե Հիսուս։ Միան խոստովանությունով։ Ամեն մեղքե սրբե։ Հասկանաք կարևոր այստեղ։ Ուրեմն այո սիրելի քույր եղբայրներ, հաղորդակցվելը լույսո Աստծո հետ, մենք լույս կլանք։ Լույսի մեջ պիտի գալենք, ինգանք, օքեյ ինգանք, ելենք ոտքի Քրիստոսով։ Մեղք գործեցինք, այո Տեր, մեղք գործեցինք, եղբայրներ քույրեր, օգնեցեք, ապրինք միասին, հաղորդակցության մեջ։ Բաղվելու մեջ չէ, խավարի մեջ չէ, մի բահեր քու մեղքդ։ Քու մեղքդ մի բահեր, խավարի Աստծո զավակներ չենք մենք։ Մենք լույսո Աստծո զավակներ ենք։ Մենք լույսի մեջ պիտի լանք։ Գնա, եկեղեցին անոր համար է, խոստովանության վայր է։ Անոր հաղորդակցվելու պետք ունիս, որ վստահություն, ընկերություն ունես, եղբայրություն ունես, եւ որ եղբայր քույր ես, դու ավելի մտերիմ կրնաս լալ եւ խոստովանիս։ Ես չեմ խոստովանել իմ մեղքս այդ մարդուն, որ չեմ ճաշնար։ Ես կխոստովանեմ իմ մեղքերս այդ եղբորս, որուն վրա վստահություն ունեմ, որ ինքն գիտեմ, որ ինքը գսիրե ինձ եւ գաղութե իմ համար եւ գոքնե ինձ։ Բայց եկեղեցիի մեջ այս պետք է մեզ միապանություն, հաղորդակցություն, որովհետեւ այդ քույր եղբայրները միասին իսկապես լույսի մեջ ապրին իրար հետ։ Եվ այն ժամանակ երբ մեղքը գուքա, խոստովանությունով եւ հաղորդակցությունով այդ մեղքը դերը կմաքրե։ Եթե հաղորդակցություն չունիս, քո դեղական եկեղեցիի մեջ քո մեղքերը դա չմաքրվիր։ Համարը գարտացինք չէ, համար 7-ը։ Չի մաքրվիր իմ մեղքերս, եթե ես հաղորդակցության մեջ չեմ իմ սիրելի քույր եղբայրներուն հետ, ուր որ դերը ինձ տրած է։ Անոր համար սիրելի քույր եղբայրներ, հայրենագիցներ, հարգելի քույր եղբայրներ, չգա հավատացյալ մինակ ապրող։ Չի գրնարըլալ մեկը, որ մինակ մնա եւ իր մեղքերը ներվի։ Աստված մեզ միշտ կուղ է հաղորդակցության քույր եղբայրներու հետ։ Թե մարդեմ, զումային չէ, հա։ Զումային չէ, կիլոմետրներով չէ, թե մարդեմ։ Իսկապես թող դերը կանթե այդ բոլոր սատանական հնարքները, որ այսօր եկեղեցիներուն մեջ կա զումային հանդիպումներու, առանց ճանչնալու, առանց հաղորդակցվելու, առանց տեղական եկեղեցի լալու զումային կիլոմետրային հաղորդակցություններ գնեն եւ եկեղեցիներ կպարսացնեն զումային։ Թող դերը կանթե Հիսուսի անունով, քանի որ այդ սուբկրային չի։ Սուբկրայինը եւ թե մարդեմ ես։ Եթե գա մեկը մի քաղաք, որ եկեղեցի չունի, աղոթենք, թող դեղի եկեղեցի գտնեն։ Գաբեցեք այդ մարդկանց այդ տեղի դեղական եկեղեցին հետ։ Դու քեզի մի քաշեր։ Այս խոսքս հովիվներու, ճագերդյալ հովիվներու եւ առաջնորդներու է։ Հազիվ գլսեմ որ դեղը մենակ հավատացյալ է, մարդուն կգաբեն իրենց հետ։ Ժողովուրդ, այդ մարդուն գաբեցեք իր դեղական եկեղեցի թող գտնե, այդտեղ, այդ մարդկանց հետ։ Հաղորդակցություն, հաղորդակցություն։ Եվ այդպես է որ մեր մեղքերը կմաքրվի, կսրբվի, կարդարանանք, քանի որ շիտակ տեղն ենք։ Քրիստոսի լույսո մարմինի մեջ, լույսո հաղորդակցության մեջ, սիրո եւ միապանության մեջ, այդպես է որ դերը կբարձրացնե իր եկեղեցին եւ կմաքրե եւ կզորացնե։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Տեսակ 1, 2, 3, 4, 5 անգամ հաղորդակցության մասին գխոսի այս 10 համարներուն մեջ։ Եվ գգաբե Հիսուսի աստվածությունը, լավ լսեցեք, Հիսուսի աստվածությունը, Հիսուսի հայտնությունը, հաճը, հարությունը եւ այլն։ Գգաբե այս բոլորը մեր ուրախության հետ եւ մեր հաղորդակցության հետ եւ մեր մեղքերու ազատագրության հետ։ Ամենը գապված շանգապված է իրարու հետ։ Դերևս դու չես հասկանար ինչ կապ ունի իմ մեղքի ներումը իմ եղբոր քրոջ հետ հաղորդակցության հետ։ Դու դերևս այդպես կգարձես, բայց Հովաննես այդպես չի կարծեր։ Հովաննես եւ Աստված մեզ ուրիշ բան ցույց կտա։
հրաշքներ կան այդտեղ բահված, որ մենք չենք գաբրիր, կադե որ մենք խոսքի, ինչպես ասեմ, խոսքի ընթացքին մեջ չենք, ինչպես որ խոսքը մեզ գսորվեցնե, այդպես մենք չենք ապրիր, եւ քանի որ այդպես չենք ապրիր, սիրելի քույր եղբայրներ, գդադամսին, գդառնանք, դարիներ կգործընծնենք, մեր մեղքերով, մեր աղոթները նույն ցևով, մեր հավատքը նույն ցևով, մեծնալ չկա, աճը չկա հոգեվորապես։ Ինչու՞, մեր դեղը չենք, շատ բարձ է։ Գենաց բանին վրայով, որ սկիզբեն էր, որուն լսեցինք, աչքերով տեսանք, աչքերով նայեցանք, մեր ձեռքերը շոշափեցին եւ կյանքը հայտնվեցավ եւ տեսանք եւ գվգայենք ու ցեզի կպատմենք այն հավնական կյանքը, որ հովը կովեր եւ մեզի հայտնվեցավ։ Այն որ տեսանք եւ լսեցինք, ցեզի կպատմենք, որբեսի թուգալ մեզի հաղորդագից ըլլակ։ Մեր հաղորդակցությունը հորը հետ է ու եւ որդին Հիսուս Քրիստոսին հետ։ Այս բաները գրենք ցեզի, որբեսի ձեր ուրախությունը կատարյալը։ Շարունակեմ։ Ասիկայի այն պատկամը իր մե լսեցինք եւ ցեզի գիմացնենք, թե Աստված լույս է եւ անոր մեջ բնավ խավար չկա։ Եթե ասենք թե անոր հետ հաղորդագիցենք ու խավարի մեջ բնվինք, սուտ գխոսինք եւ ճշմարտությունը չենք գսեր։ Հաբա եթե լույսի մեջ ենք, իրարու հետ հաղորդագից կլանք եւ անոր որդին Հիսուս Քրիստոսի արույնը մեզ ամեն մեղքի կսրբե։ Եթե ասենք թե մեղք մչունինք, ինքզիրնից կհապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա, բայց եթե խոստովանենք մեղքերնից հավատարիմ եւ արտարյան, մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ ամեն անիրավութենե սրբելու։ Եթե ասենք թե մենք մեղք չկործեցինք, սդախոս գծուցնենք Աստված ու անոր խոսքը մեր մեջ չէ։ Եվ այսօր ես կուզեմ հավատալ, որ Աստծո խոսքը քո մեջ է, որ դու հասկացար այսօր որ լույսի զավակ պետք է լաս, հաղորդակցության վրա աշխատիր սիրելիս, այսօր այսքանը, հաղորդակցության վրա աշխատիր, քո եղբայրներու քույրերու հետ հաղորդակցությունը պիտի գաբե քեզ հոր եւ որդվույն հետ եւ այն ժամանակ Սուրբ Օգիով հրաշքներ, աջեր, օրտություններ պիտի ստանաս, որտեղ են կալդ պիտի չգիտնաս, քանի որ Աստված մեծ օրտություններ պիտի տա քեզ։ Միայն շիրակ տեղը մնա։ Ամեն օրտնյալը լա մեր դերը այս երկեն